Ողջույն ժողովուրդ ջան, ողջունում եմ հարգանքներս բոլորիդ։ Մի քանի բան եմ առաջարկում զրուցել, եթե ժամանակ ունեք, ապա միասին անցկացնենք այս երեկոն եւ կխնդրեմ, որպեսզի թե գրանցվեք իմ YouTube-յան էջում, որովհետեւ հիմնական եթերներս ինչպես հասկացաք արդեն այստեղով է լինելու եւ հիմնականում ժամը 10-ը կընտրեմ։ Իհարկե զուգահեռ օրվա մեջ կփորձեմ նաեւ փոքրիկ նյութեր նույնպես տեղադրել, այսինքն կոնտենտը եթե ձեզ հետաքրքիր է, ապա կխնդրեմ նաեւ գրանցվել իմ էջում։ Սկզբի համար միանգամից թույլ տվեք խնդրել, որպեսզի մեկնաբանությունների դաշտը մաքուր պահենք, որովհետև տեսեք, ուղիղ եթերի պարագայում այստեղ ինչ որ խոսում եք, իհարկե հետո դա ջնջվում է, մեխանիկորեն է այդպես լինում, հեռարձակում ավարտելուց հետո դարձել կարող եք մեկնաբանություններ թողնել, բայց անգամ ջնջվելու պարագայում ես կցանկանամ, որ մենք սկսենք սովորել իրար հետ զրուցել, թեկուզ քննադատաբար մոտեցումներով, դա չպիտի որ ազդի առողջ մտածելակերպով մարդկանց պարագայում, պետք է որ չազդի հարաբերությունների վրա, հետագայում նույնպես շփումներ ձևավորելու վրա։ Ես մի քանի թեմայի եմ անդրադառնալու, եթե ձեզ հետաքրքիր կլինի, դրանցից մեկը լինելու է Մհեր Արմենիայի այսօրվա Թալինում լինելը, մյուսը կվերաբերվի թերևս մասամբ կառնչվի Սերժեն Սարգսյան եւ նրա հպատակներին, ովքեր որ ամենատարբեր ձևերով են մեկնաբանություններում ներկայանում, իհարկե Արման Թաթոյանի հայտարարություններին են 300,000 ադրբեջանցիներ հեսա գալու են հայեր ելեք փախեք բան։ Այս ամեն ինչի մասին հերթով կզրուցենք։ Իսկ գլխավոր ասելիքս թերևս Սերժ Սարգսյանի չնայած արդեն Ռոբերտ Քոչարյանն էլ բան աչքի է փորձել ընկնի, շուրջ աստղաբույլ է էլի, բանա Քոչարյանը այնտեղից է բան, իրանց մեջ մրցակցություն է։ Քոչարյան Սերժ այս բուլկին հոպարի գանձը, որ գնացել էր դրսում դանոս էր տալիս, սա իրար հետ ինչ որ բաներ են անում, փորձում են առաջին համարի կռիվ անել։ Այնուամենայնիվ Քոչարյանին նույնպես կանդրադառնանք, բայց ոչ այսօր։ Այդօր կանենք վաղը։ Ժամանակ ունենք, շտապելու տեղ չունենք, ավելի լավ, ավելի սառը գլխով կանենք, ավելի արձագանքներն էլ հաշվի առնելով, հետևություններ անելով, այսինքն բաց դաշտում, բաց խաղեր են գնում, որը որ բոլորից տեսա դաշտում է, ոչ մեկ ոչ մի ձևով չի վրիպելու։ Ես այո, գնա ջան, լավ բանից խոսել։ Լավ բաներից կարելի է ինչ որ մի օր սկսել խոսել, իհարկե մենակ ու մենակ լավ բաներից, այն ինչ որ կա դրա մեջ էլ շատ վատ բան չկա, ասեմ ձեզ։ Բայց գիտեք, հիմա ինքնամաքրման process-ն է, ու այդտեղ շատ թացուչոր է իրար հետ խառնվում։ Եվ մենք ինքներս ամեն մեկս մեր մտածողության մենտալիտետի մեջ ունենք մեր բաժին կռիվները, որ շատ դեպքերում չենք ցանկանում նկատենք, բայց հիմա եթե ասեմ, անպայման կհասկանաք ինչումն է խոսքը։ Մենք բոլորս օրինակ տարիներով մտածել ենք եկեղեցու մասին կամ կաթողիկոսի կամ սրբազանների պահելաձևի, պատարակների ձևերի մասին եւ այս ամենի մասին այլ կերպ ենք մտածել կամ պատկերացում ունեցել, կարծես բարձր մամ փոքր այլ է։ Օրինակ Արցախի մասին այլ պատկերացումներ ենք ունեցել, բարձր մամ փոքր այլ է։ Բանակի մասին մի խոսքով, այսինքն ինչ որ մի օր այս մաքրվելու ընթացքում քիչ-քիչ կսկսենք լավ բաներից խոսալ եւ բանավեճեր կլինեն լավի ու ավելի լավի միջև, ինչու ոչ։ Ես միայն կողմ եմ դրա։ Այդպիսի օրեր էլ կլինեն։ Ու շատ նես չէ, էլի որ հեռավոր ապագայում։ Այնուամենայնիվ ես ցանկանում եմ գամ օրվա թեմաներից, պատարակից, պետք է ասեմ, որ մեր հանրային օրակարգի պաշտպանություն հասարակական կազմակերպության մի քանի ներկայացուցիչներով, ում որ հարմար է եղել, ով որ կարողացել է ժամանակ հատկացնել, ոչ այնքան ինքնակազմակերպվելով, շատ էլ ինչ որ ֆետիշացած չենք եղել բաներ, մի քանիսս ներկայ ենք Հովանավանքում, չնայած որ ի սկզբանե մտադիր էինք գնալ Թալին, բնականաբար, պատարակին, Տեր-Թադեի պատարակին եւ շատ հետաքրքիր կլիներ երևի թե այդ պատարակին ներկա գտնվելը, այնուամենայնիվ մեր գործառույթներից ու գաղափարական պատկերացումներից ու մեկնարկած գործողություններից ելնելով որոշում կայացրեցինք դարձյալ գնալ Հովանավանք, շատ պարզ է, ինչու այդպես կարծեցինք, հա, վերջին հաշվով, որ բոլորը լինելու են Թալինում, այնտեղ պատարակը ոչ ոք չի կարող պիղծ անվանել, որովհետև դեռ չեն հասցրել Տեր-Թադեին կարգելույց անել այն խելահեղ ծերուկներն ու այլասերված ինչ որ ելուզակները, եւ առիթից օգտվելով կարող է որոշակի գործողություններ լինել Հովանավանքում, որին շատերը ներկա չլինի ու հանկարծ մի բան այն չլինի։ Եվ մենք որոշեցինք, քանի որ մեր գաղափարները տանում են ոչ թե նրան, որ որտեղ վարշապետն է գնում, մենք անպայման այնտեղ լինենք, իհարկե դա շատ լավ է, որ մարդիկ գնում են այդ ուղություններով, որտեղ որ վարշապետը ասում է պատարակի մասնակցելու եւ հավատացեք դրանից ամեն անգամ 3000-ատ միկրոինսուլտ է ստանում այն սրբապիղծ ծերուկը, բայց այնուամենայնիվ ամեն մեկս մեր հերթին նույնպես պետքա վերահսկողական որոշակի գործողություններ իրականացնենք, երևի թե բոլորը դեք հասկանում այս ամեն ինչը ինչին է գնում։ Այս ամեն ինչը գնում է նրան, որ պիտի KGB-ական, այլասերված, այլահպատակ իրականությունը փոքրիկ կաստայի ձեռամբ ձևավորված փոխվի եւ վերադառնա
իրական հայկական հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու այն գործառույթներն, որոնք որ ի սկզբանե արձանագրված են եւ որի կոչումը ունեն։ Այնտեղ գտնվում պետք է ասեմ, որ Հովանավանքը բավականին նույնպես մարդաշատ էր, իհարկե չեմ համեմատի հանուն արտադրության այն օրերի հետ, երբ որ վարչապետն է ընտրվել, բայց բավականին լիքն էր եւ նստելու տեղ անգամ չկար պատարագի ժամանակ, ինձ տեղ առաջարկեցին առաջանալու համար, այսպես, հա, ձևակերպեմ, շատ նորմալ, ասա շատ լավ, ինչպես որ միշտ ստացվում է Տեր Արամի մոտ, ընդամենը այնտեղ աչքովս ընկավ ինչ որ Արմատ մեդիա նոր կայք, հա, նրանց լրագրողով փորձեցի ինձնից հարցազրույց վերցնել, շատ կարճ է հրապարակել են, երկար տարբերակը ես ունեմ ու սպասում եմ, որ հանկարծ եթե ինչ որ բան չանեն, ես ամբողջը կտեղադրեմ իրենց մոտ։ Միակ վատ բանը, որ արեցին, շատ համառոտ կարճ մաս են դրել ու վերջ, բայց ոչինչ, իրենց մոտ իրենց գլուխ ամեն դեպքում ես ամբողջական ունեմ։ Եվ հիմա ուզում եմ մի երկու բառով ժողովուրդ ջան, լուսաբանվենք մեզ համար եւ բնականաբար օրինակը կբերեմ Մհեր Արմենիայի բոլորիս հայտնի որպես Մհեր Արմենիայի ներկայության մասին, որը բավականին հակասական բաներ առաջացրել, ոչ միայն դրանից վառվող այսօրվա ընդդիմության շարքերում, այլ չգիտես ինչու, նաև մեզ բոլորիս մեր հին լավ ընկերների շրջանակներում։ Եվ ես Facebook-ը թերթելով հարկ համարեցի հրապարակում անել եւ այս իմաստով, կոնկրետ այս իմաստով սատարել նրան, որովհետեւ զորակցել, որովհետեւ մարդը որոշում է կայացրել ու դա բավականին բարդ որոշում է լինել մի վայրում, որտեղ որ երբևէ քո ամեն գործողությունը հակադրվել է այն մարդկանց հետ, ովքեր նույնպես այդ վայրում են, հա։ Շատերը գուցե գրառմանս հետ արդարացիորեն համաձայն չեն, որովհետև քիչ աղմուկ չէր բարձրացրել Մեհերը, այնուամենայնիվ սա գովելի քայլ է։ Ես այդպես եմ գնահատում։ Գիտեք, պետք է մարդկանց տալ հնարավորություն եւ խոսքը ամենևին ոչ Սերժ Սարգսյանի նման մարտել չեն նրանք եսի ինչ են, ոչ Քոչարյանի կամ սրանց սատելիտների կամ սրանց են մանկլավիկների կամ ընդհուպ միջև 1000-ը օրնակացին երևույթների մասին, այլ մարդկանց մասին, ովքեր որոշակի ազդեցությունների տակ են եղել կամ կան մինչև այսօր, հա, չի բացառվում, որ հիմա մերը եկել էր այսօր պատարագի բաղվանից էլի չկա։ Այնուամենայնիվ այդ քայլը ողջունելի է, մարդը քայլ է արել։ Շատերն էլ ասում են, որ հա, այ նախկիններս sense, բա իրանք մեր ձեռքս են, դուք այսպես թավշյա մոտեցում, բան, դա թավշյա մոտեցում չի։ Այդ մարդը երկի չարհասել է։ Եվ ասեմ, դեռ այդ շատ ավելի բարդ շրջանում ես հանդիպել եմ նրան մի առիթով ու թերևս իմ մոտեցումը, բարյացակամ մարդկային մոտեցումը գուցե նրա մոտ որոշ բաներ շարժել է։ Եվ երկրորդ ու ամենակարևորը տեսեք, եթե մենք մտածում ենք այդպես, որ այ ովքեր որ Փաշինյանի դեմ խոսել կամ գործել են, ովքեր որ կարող են ասոցացվել կամ աֆիլացվել, չգիտեմ, ռիտաներով, քոչասերժադաշնակներով, բաման, ուրեմն դրանց պիտի մեզանից հեռու պահենք, սա իմ կարծիքով այնքան էլ արդար չի, որովհետև օրինակ նույն Տեր Արամը, ումից որ սկսվեց, կարելի ասել մեծ հաշվով արդեն գործողության փուլը, իհարկե ես չեմ ուզում խամրել են մարդկանց գործողությունները, արդյունքները, ովքեր որ լինելով եկեղեցականներ կամ երբեմն եկեղեցականներ, արդեն վաղուց սկսել էին որոշակի արշավներ, այնուամենայնիվ գործող քահանաներից են էլ Հայաստանում, են էլ Արագածոտնի թեմով, առաջինը բանն էր, Տեր Արամն էր, ինչ որ զուգակ համադրվել չէ, առաջինը Արամն էր։ Տեր Արամն էր, ով ուղիղ դուրս եկավ ու ասաց ողջ եղելությունը։ Հիմա եթե մենք, օրինակ, երբեք չենք ցանկանում մարդկային մոտեցումով կամ ըմբռնումով վերաբերվել երբևէ վատ պատկերացումներ կամ սխալ պատկերացումներ ունեցող մարդկանց, ապա ինչու Տեր Արամին սատարեցինք։ Ինչու։ Չէ՞ որ նա նույնպես 20-21 թվականներին, ինչպես ինքն է խոստովանել, եղել է այդ նույն բաների մեջ ցուցարարների մեջ փողոցներում արել ամենատարբեր հրապարակումներ, ընդհանուր միջև շատ վատ արտահայտություններ երկրի ղեկավարության հասցեին, ինչու նրան մենք ներեցինք ու ոչ միայն ներեցինք, ընդհակառակը ըմբռնումով մոտեցանք ու կանգնեցինք նրան կողքը, թիկունքին, սատարում ենք նրան։ Ինչու։ Որովհետև այստեղ խոսքը քաղաքականության մասին չի։ Այս ամեն ինչի մեջ ժողովուրդ ջան, ես խնդրում եմ, քաղաքականությունը փորձեք երկրորդել, դնել մի կողմ։ Ամեն ինչ են անում ընդդիմադիր դաշտում, որպես այս թեման քաղաքականանա։ Եվ եթե դուք խայծը կուլ եք տալիս դրանով ընդամենը անգիտակցաբար կամ ակամա թե ակամա աջակցում եք նրանց ծրագրերին, նրանց հույսերն եք արդարացնում։ Այս ամեն ինչի մեջ քաղաքականություն բացարձակապես գոյություն չունի։ Այս ամեն ինչի մեջ քրիստոնեությունն է, քրիստոնեական արժեքների վերականգնումն է Հայաստանի Հանրապետությունում, մի երկրում, մի պետականության շրջանակներում, որի բնակիչները, որի տերերը ամենահին քրիստոնյաներն են աշխարհում։ Այս ամեն ինչը դրա մասին է։
Մեր ընկերը գրել է Քամելիոն մգել, գուցե դա ձեր կարծիքն է, հնարավոր է, էլի եմ ասում, հարցը դա չի, բայց այս պայն մենք ինչ անենք, վանենք բոլորին, ովքեր մեր խնդիրը որն է, որպեսզի այս գաղափարի շուրջ մարդիկ համախմբվեն, թե մարդկանց վանենք, եկեք այդպես հասկանանք, հա։ Իմ շատ լավ ընկերներից ու մշտական հետևորդներից մեկը գրել էր, իսկ եթե Շուշան Պետրոսյանը գայերի ձեռքը սեղմելու եկում, եթե այս շրջանակներում, ապա այո, քաղաքական շրջանակներում երբեք, բայց այս շրջանակներում ցանկացածին, որովհետև խոսքը եկեղեցու մասին է, քաղաքականության մասին չի։ Գիտեք, ես այդ օրինակը շատ եմ վերել, օրինակ մեր բոլոր ժամանակների թշնամի Թուրքիան ունի էլի բոլոր ժամանակների թշնամիներ, զորօրինակ Հունաստանը, Բուլղարիան, մյուս, բայց ինչքան էլ որ թշնամանք են դածում իրար հանդեպ, ունեն տնտեսական հարաբերություններ, ճիշտ է, անգամ մի ալյանսի մաս են կազմում, այսինքն իրենց զինվորները միտեղ են վարժվում եւ այլն։ Այսինքն գոյություն ունեն փոխադարձ ճայր, գոյություն ունեն փոխհմբռնումներ եւ գոյություն ունեն հստակ ընդգծված անգամ թշնամանքը, եթե կառավարելի չի, ժողովուրդ ջան, դա արդեն թշնամանք չի, դա կուրություն է, դա ինքնաոչնչացում է, հասկանում եք, ամեն ինչը պիտի փորձել կառավարել ու համակարգել։ Եվ այո, այս եկեղեցու, ես ձեզ ասեմ, անկեղծորեն եմ ձեզ ասում, նկարների մեջ իհարկե մեր ընկերը չի երևում ու չի երևա, բայց այս մենք ունենք մի շատ լավ ընկեր, ով եղել է ոչ թե հանրապետական, այլ բոլոր ընտրություններում հանրապետականների համար ամենամաքսիմում ձևերով գործարած տղերքից մեկը։ Նա արդեն մի քանի տարի արդեն երևի պատերազմից հետո անմիջապես նրա մոտ այնքան բան է փոխվել ու այսօր ինքը այնքան կանգնած է մեր կողքը, որ հավատացեք, ես շատ շատերին Փաշինյանի կողքը կանգնածներից այդքան չեմ վստահի, ինչքան այդ տղային։ Հիմա ինչ եք առաջարկում, ես պիտի ձեր կծեմ։ Եվ հանկարծ մեզ միտեղ տեսնեն, երկուսից միտեղ։ Համ ինձ հարցեր կտան, համ իրան։ Թե ոնց է որ դու։ Բայց այսօրվա դրությամբ այո, եկել ու ինքնահայացում է դա կոչվում։ Ասենք ես ինքս ինձ եմ նայում, ես ինքս շատ այլ պատկերացումներ եմ ունեցել այլ թեմաների շրջանակներում։ Ինքս եղել եմ նաև թե գործոն թե գործիք երևի թե ընդհանուր միջը։ Բայց չէ որ ձեր այդ խոսալու ընթացքում ինքս եմ ինձ համար գնահատականներ գտել։ Ինքս եմ ինձ համար նոր մոտեցումներ փորձել հայտնաբերել։ Այո, ձեզանից շատերը քննադատել են ինձ ու առողջ քննադատության արդյունքում շատ բան փոխվել է ինձ մոտ ու դեպի կարծում եմ դրականը։ Ամենայն դեպս ես ինձ լավ եմ զգում այդ փոփոխությունների արդյունքում խիղճս հանգիստ լինելու տեսանկյունից, հա։ Մնացած հարցերը կան, խնդիրներ, բայց դրանք արդեն իմ խնդիրներն են, որոնք ցանկացած մարդու հետ կարող են լինել։ Հիմա ոնց եք առաջարկում, ինչպես վարվենք։ Ինչ դուք կարծում եք, որ օրինակ, հա, բան անդիմադիրները, այս լրատվական կոչեցյալները, այս, չգիտեմ ինչ, օրինակաբար երևի ես ինչ են դրանք։ Անկած փորձում են քաղաքականացնել, այ Նիկոլը ասաց, այ ԿՊ-ն գնացել էր, այ հարձակվել են եկեղեցու վրա ԿՊ, ուզում եք իսկապես մնա այդ։ Եթե մենք բոլորս այսօր այս process-ների մեջ քաղաքականությունը մի կողմ դրած ջերմորեն ու սիրով չենք առաջ գնում, ապա իրենք ճիշտ են ասում, ուզեք թե չուզեք։ Հասկանում եք հարցն ինչու՞մն է, ես ինչի հետ համաձայն չեմ։ Ես իհարկե գիտեմ, որ Կտրիչ Ներսիսյանը երևի թե Հայաստանի ամենակաղաքականացված անասունի տեսակներից մեկն է, ես նրան չեմ կարող մարդ համարել, չի ստացվում, նա եկեղեցապիղծ, այլադավան, այլասերունդ մեկն է, ամենակաղաքականացված կերպարներից մեկը ու աֆիլացված նախկին 3 նախագահներից, ես ինքս եմ դրա մասին բազմիցս արտահայտվել ու ներկայացրել դա, բազմիցս մի միլիոն անգամ, եւ ես եմ անընդհատ ամեն անգամ հիշեցնում մարդկանց կոնսենսուս -1 պրոյեկտը, երբ որ 4-ով հանդիպել էին Լևոն Քոչարյան, Սերժ Կտրիչ Ներսիսյան, հա, ու ինչեր են քննարկվել այդտեղ, շատ լավ եմ հասկանում, ու բնականաբար իրենք փորձում են եկեղեցին դարձնել վահան եւ օգտագործել ժողովրդի մեջ դեմ, եւ եթե մենք քաղաքականացնում ենք այս թեման, ուրեմն դա այդպես է լինում, ապա էլ որտեղ է մնում, թե մեր գաղափարները մենք ինչի համար ենք սա անում, ինչի համար։ Մենք իրականում եկեղեցին մաքրելու համար ենք անում, թե ինչ որ ուժ ենք ցուցադրում ամենատարբեր տեղեր, ինչ որ չգիտեմ ինչera։ Ես հավատում եմ իմ գործունեությանը, ես հավատում եմ իմ ընկերների այդ գաղափարական փոխկապակցությանը, ու մենք զբաղված ենք մեր եկեղեցին նման կեղտերից մաքրելու բանին թեմային աջակցել ու աջակցում ենք օրնի բում։ Եվ ոչ միայն հազար ուրիշ բաներ էլ կան։ Իհարկե մենք ունենք քաղաքական մեր հայացքներն ու պատկերացումները, մեր նարատիվները, մեր էսը, մերենը, որպես քաղաքացիներ, հա, բայց այս առումով մենք ամենաշատն ենք փորձում ընդհակառակը մենք ենք ներկայացնում թե իշխան բատաղ եկեղեցին կամ կաթողիկոսը կամ սրբազաններ, կոչեցյալ որոշ լրբազաններ քաղաքականացված են։ Մենք ենք չէ դա ասում, բայց ոնց կարող ենք մենք նույն քաղաքականության մեջ գտնող այլակարծիք մարդկանց չընդունել մեր շարքերը, թող գան, սա քաղաքական process չի, ինչա պատահել։ Շատ հնարավոր է վաղ էլ չգա, խնդիր չի, կարող է էլի գա։ Ու ինչ։ Ընդ որում ես ձեզ ասում ժողովուրդ ջան, շատ երգիչ երգչուհիներ, շատ դերասան դերասանուհիներ, շատ նկարիչ նկարչուհիներ, շատ պարուսույցներ եւ այլն
նրանք շատերը հենց մեր կողմից են։ Եվ երբ որ մենք հանդիպում ենք, ես ինքս իմ բաղի մի ընկերներից են, հա, շատերը գոլեգաներ են, ու զրույց ենք անում, ես տեսնում եմ իրանց մոտ կա որոշ խնդիր։ Իրանք այնքան էլ խորքային չեն ուսումնասիրում, ամեն օր նստած չեն նայում այս հայտարարությունը, զբաղված են իրանց ստեղծագործական կյանքով, ու միջավայրը ինչպեսին լինի, այդպես էլ շարժվում են։ Հասկանում եք, դրա համար պետք է թույլ չտալ դա, եւ այո, սա մեդիա պայքարը, մեդիա տերորը տեղի ունենում Հայաստանում, եւ այդ տերորը երկար է շարունակվելու, ասեմ, որովհետեւ այդտեղ ահռելի ֆինանսներ եւ արտաքին շատ հզոր երկրների ներկայացուցիչներ են, ու առավելագույնը մի երկրի, ովքեր որ ուզում են Հայաստանում այս ամեն ինչի վերջը տան, ժողովրդավարության հաստատման վերջը տան, հայկական ինքնիշխանության եւ պետականության վերջը տան եւ այլն եւ այսպես շարունակ։ Հիմա եթե մենք սկսենք խաղալ իրենց խաղի կանոններով, մենք պարտվելու ենք։ Պարտվելու ենք, որովհետև այդ միջոցները, այդ ռեսուրսները եւ այդ դիտակցությունը մենք չունենք։ Մենք մի համակարգ չենք առայժմ, հա, որ կարող ենք համակարգված պայքարի դաշտ մտնել։ Այդպես չի։ Եվ այդ ինստիտուտները, որ գոյություն ունեն, որոնք կարող են այս երկրում այն երկրում փոփոխություններ իրականացնել, իրենք այդպեսի երկրներում են փոփոխություններ իրականացել։ Հավատացեք, Հայաստանում իրենց շատ հեշտ պիտի որ լիներ։ Շատ շնորհակալ եմ, ես շատ երջանիկ եմ, որ իմ ժողովուրդը անգամ երբեմն այդքան էլ խորքային չմբռնելով, բայց sense մի հատ sense ողնուղեղով, այն սպիննի մոզգ են ասում, էլի դրան։ Այ դրանով sense մեկ էլ մի հատ sense ենթադրություն անում ու ճիշտ ճամփով ենք գնում։ Ու մենք անցնում ենք ամենադժվար, շատ աշխարհի ամենադժվար, բայց միակ ճիշտ ճանապարհով։ Եթե դուք ուզում եք, որ մենք այդ միակ ճիշտ ճանապարհից որոշակի շեղումներ ունենանք մեր կապրիզները բավարարելու համար, մեր ցանկությունները բավարարելու համար անձնական, թեկուզ ազգային, հա, ընդհանրական, բայց մի փոքր շեղենք, ապա վստահ եք, տեղ չենք հասնելու։ Մենք ուրիշ տեղ ենք հասնելու, որը շատ վատ տեղ է էլի։ Այո, մենք ասում ենք շատ դժվար ճանապարհով։ Այդ ճանապարհին մեր անգամ շատ դեպքերում մեր ճանապարհի ընկերներն են մեզ դավաճանում։ Մենք ինքներս ենք շատ դեպքում հուսահատվում ու հուսալքվում։ Մեր ոտքերը արդեն վաղուց հոգնել են քայլելուց գուցե, փոխաբերական իմաստով ասած, հա, բայց մենք պիտի հասնենք այդ տեղը։ Լավ իմացեք, 40 օր հրյա ժողովրդին անապատի մեջ շրջել տվեց, որպեսզի իրենց ավետաց երկիր 40 տարի, հասկանում եք, քայլեցին մինչև հասնեն։ Դուք ինչ գիտեք, աշխարհում կա մի հատ տեղ, որտեղից ակետից բեկետ քայլելը 40 տարի կտևեր, ոչ։ Սերնդափոխություն պիտի լիներ այդտեղ։ Պիտի մենտալիտետի գաղափարական մոտեցում, պիտի այդտեղ գենետիկ փոփոխություն ընդհանուր միջև լիներ։ Մենք փառք Աստծո, կարծես հաջողում ենք առանց այդ ամեն ինչի։ Բայց այդ համբերությունը, այդ փոխհմբռնումը, այդ հնարավորություն տալու հայի մեծահոգությունը անհրաժեշտություն։ Չէ՞ որ մենք ինքներս դեմ ենք պարակտումների։ Այո, երբեմն բառացիորեն անուն առանուն ես ինքս եմ բոլորի տաշկի առաջ եղել եմ գործունեությունը, բայց անգամ պահ է եկել, որ արա ասել եմ, այս ատելության տակից, էսի մնալու է օդի մեջ, սրա տակից ո՞նց ենք դուրս գալու, այս ամեն ինչը անցնելու է, տակը մնալու է այս ատելությունը, ոնց ենք սրա տակից դուրս գալու, մեր սերունդները սրա տակից ոնց են դուրս գալու։ Անգամ ես իմ բերանով քանի անգամ բազմիցս ասել եմ ես պատրաստ եմ, որպեսզի չշարունակվի այս ատելությունը դեռ 21-22 թվականներին, ասել եմ, եթե ձեզ դա հաճելի կլինի, ես պատրաստ եմ չոքեմ ձեր դեմը, չնայած ես ձեր աշխարհի մեղավորն եմ համարում, Սերժ Սարգսյան կլնեք, Սերյան Օհանյան կլնեք, որդ կլնեք, արա, չոքեմ ձեր դեմը, աղաչեմ, արա ստոպ տվեք, չի կարելի, որովհետև մենք երբեմն ստիպված ենք լինում ինքներս նույնպես մտնել այդ ջուրը ու այդտեղ ձեզ հակադարձել, դա ազգի պառակման մասին է։ Եվ պառակտողները հենց իրանք են։ Եվ այսօր ես անոնցն էի նայում Քոչարյան Ռոբերտի հետ ելույթի, որտեղ որ ասում էր, բանը, ինչքան մնա Նիկոլի իշխանության, այնքան էս ատելությունը լինելու է։ Մարդը բերանացի ասում է, որ ախպեր, մենք այս մասով շարունակելու ենք պառակտել ազգին, ինչքան կամ դա աթոռը տալիս եք մեզ, իշխանությունը փոխանցում եք մեզ, դա անձի աթոռակռիվ չի։ Սա ֆիքսեք, անձի աթոռակռիվ չի։ Սա համակարգի կռիվ է պետության մասին։ Պետության գոյության լինելու եւ ինչպեսին լինելու մասին։ Ասում կամ պիտի դա կամ չէ, մենք անընդհատ մեր ուլերին խապելու ենք, ձեր դեմ ատելություն ենք սերմանելու, անընդհատ terroristական փորձեր լինելու, անընդհատ ամեն ինչ լինելու։ Սա է ասում, հասկանում եք։ Եվ բնականաբար դրա համար իր արժանի պատասխանը ստանում է նույն ձևով, բայց ես չեմ կարող, ես ասես մի բան ձեզ ասեմ, մի օր դեռ Գյումրու ընտրությունների ժամանակ էր ու Մարտունի էջի տակ մի հատ բան էի գրել, Մարտունը մի հատ ապուշ հայտարարություն էր արել, տակը բան էի գրել, մի տղա փորձեց հակադարձել ինձ, ասեց գնել, ասեց ես քեզ ճանաչում եմ, որպես բարեկամ էլ ես ունեմ, որ քեզ լավ ճանաչում, ու քեզ ներկայացրել է դու ինչ տղա ես, էլի։ Ես մտել հիմի ես բանը գրում, ասենք ջանալի այստեղ չքննարկենք, մտնենք անձնականով, տեսնենք ինչ կա։ Մտանք անձնականով, երկու բար խոսեցինք, ասում է դե դու իմ բարեկամի տղին բանջաշկա ես արել, բան ես արել, ես իմացել եմ դրա մասին, դու էլ ոնց ես քեզ դրսևորել պատերազմի ժամանակ, այդ սա ես գիտեմ, բայց ես էլ դաշնակ տղա եմ, ու դու ես բաներ ես ասում, դու ոնց ես sense բաներ ասում, ասի օրի զանգով խոսանք։ Զանգեց, խոսել ենք ժամից ավել։
Մոռացել էինք արդեն ամեն ինչից էր սկսվել հասկանում եք։ Սկսել ենք շատ նորմալ զրուցել, հասկանալ, փոխում։ Ես իրան եմ ասում, բայց sense հարցեր կա, ինձ ասում, բայց sense հարցեր էլ կա, ասում, բա գուցե եւ կա, ինքն էլ ասում գուցե եւ կա։ Արդյունքում եկել հասել ենք նենց հետաքրքիր տեղ, որ արդեն հեռախոսով ենք զանգում իրար հետ խոսում։ Հիմա ասա լավա թե վատ, դե եթե վատ է, եկեք խնդրում եմ, քարերը վերցրեք, խփեք ինձ։ Կամ քարերը վերցրեք, այդ դաշնակ տղուն խփեք։ Ես հասկանում եմ, որ մեր այլակարծությունը երբեմն դիտավորությամբ փորձում են սրել բանով արհեստական հարցադրումներով եւ մենք ընկնում ենք այդ դաշտ, մտնում ենք այդ դաշտ, փոխանակ հրաժարվենք դրանից, փոխանակ հեռու պահենք մեզ նման բաներից։ Չէ՞ որ մեր հակառակորդների, հակառակորդ ուժերի, թշնամի ուժերի արտաքին թե ներքին ցանկությունը հենց դա է։ Ես չեմ հավատում, որ ասենք, չգիտեմ, էլի հազար հարց կա։ Ուստի ես այո գտա նպատակահարմար մհերին զորակցելու։ Հիմա պատկերացրեք, այդ տղին հիմա համանդիմադիրներն են դրած տշում, գնացի բան, բայց այս չեմրսես, ես պատկերացնում եմ։ Հանենք ժողովուրդ, տենց ոնց կլինի։ Խի։ Սա մեծ մասով ամեն մեկի կարծիքն է, ես իմ դրսևորման մասին մեկնաբանեցի։ Հիմա գամ մի հատ Թաթոյան կոչեցյալ կա, որը որ երբեմն մարդու իրավունքների պաշտպանն է, ժողովուրդ ջան, մարդու իրավունքների պաշտպանը դա այն պաշտոնն է, որը որ այնքան էլ լավ չի, որ իրենց կառավարման սռոկը չի լրանում ու նրանց փոխում են։ Դա մի տեսակ ոնց որ բոլորիս խայտարակությունն է դառնում։ Եվ ես հասկանում եմ այս իմաստով, թե ինչու է վարչապետը երկար ժամանակ յոլլա տարել Թաթոյան կոչված ողբերգությանը, որը մեր գլխին էր դրած դեռ Սերժ Սարգսյանի ժամանակներից։ Հիմա սա դրել է ու առավոտից իրիկուն, տեսեք, Ալիևը ինչ որ արտահայտություն անում, սրանք վերցնում են, մենակ Ալիևը չէ, այնտեղ ով ինչ արտահայտություն անի, սրանք վերցնում են, աշխատում են որպես Ալիևի ինդիկատորներ։ Ես լուրջ եմ ասում։ Մենակ Թաթոյանը չէ։ Քոչա Սերժա դաշնակցական վերնախանվի բանով, դեմքերով աշխատում են որպես Ալիևի ինդիկատորներ։ Ալիևը փորձ անում է, ասում է, կանգնի մոտ ապուշ արտահայտություն անում ես հայերևա։ Կայֆ ավատանում, մի բան ասում, սրանք վերցում աղապետված լցում են ստեղ, ու տես գնաց։ Մեկ էլ ես վերջերս նայում եմ, բաններ, կարծեմ Վովան էր Հակոբյան, Խաչատուրեանի հետ հատված էր գցած, հակադարձում։ Ասում է, բանա, Ալիևը ասեց, գոչաստեղից հակադարձում չեղավ։ Արա, լավ Ալիևին այդքան նայում եք, ստեղ մեր ղեկավարներին քիչ եք նայում։ Ասենք եկել ես TV-ում կանգնել, ասում ես հակադարձում չեղավ։ Ապուշ, արա, ոչ չեղավ, արա։ Առաջին ներկայացուցիչից մինչև падգամավորները ով ոնց ասես հակադարձեցին, արա։ Ու դուք հիմար չեք, արա, թե ձեռները չի գնում, դա կիս եք տարածեք, արա։ Ու դուք ախմախ չեք, արա։ Ինդիկատոր եք աշխատում Ալիևի ձեռը։ Հանրադարձ փորձության է մեզ ենթարկում սրանց պատճառով, է։ Սրանց, ահապեկվում խառնվում են իրար։ Դե մի հատ ձեզ հարց տամ, էլի հարկավոր։ Հլոկայնի, այսրան կանդրադառնանք։ Մեծ հարց եմ ուզում տալ ձեզ։ Հատկապես ռուսամետներին։ Ուրեմն, Աշխովս ընկավ այսօր չէի տեսել, հայկական ժամանակը տեղադրել է Բայրամովի խոսքը։ Ու մի տեսակ չեմ տեսնում, որ իրար խառնված տարածեք, ասեք, վայ, տեսեք Բայրամովին ինչ արել։ Ես սա լրագրողներին նույնպես դիմում եմ, այ օլլուխներ, բա խիչ եք բան անում, այս արտահայտությունը տարածում ձեր մոտ։ Խիչ եք տարածում, այ հակապետական այլասերունդներ, ինչի։ Խնդրեմ, ինչ ասում Բայրամովը։ Սա արցախցիներին եմ նույնպես փորձում հուշել, հա։ Չնայած արցախցիները ավելի շատ բան են այնտեղ տեսել ու կարող են իրենք մեզ շատ պատմություն պատմել, բայց այնուամենայնիվ էլի ինչ որ սրանց բոլորի հույսը տեսեք, ժողովուրդ ջան, ըստ որոշ գնահատումների առհասարակ հասարակության որպես ընդհանրական միավոր, ոչ թե անձ, որպես ընդհանրական միավոր հասարակության հիշողությունը 3-ից 6 ամիս է։ Ու սրանք այդ ինստիտուցիոնալ տվյալների վրա միշտ հույս են դնում։ Այսինքն եթե լինում է ինչ-որ բան 3-ից 6 ամիս լռում են, շատ չեն թաթախում այդ թեմաները, միշտ հետո մի 6 ամսից սկսում են արդեն իրենց խոսելիքը խոսալ, ինչ-որ մանիպուլատիվ ձևակերպումներով մարդիկ էլ շատ չեն խորանում, կարող են տրվել դրան։ Այ օրինակ 23 թվականին, երբ որ էթնիկ զտումը եղավ Արցախի, սրանք ու ռուսների ձեռան, սրանք փորձեցին մի պահ ռուսներից առհասարակ չխոսալ, ու այդքան բիվիշկա չպաշտպանել, էլի դա ցուցադրաբար չպաշտպանել բան ռուսներին։ 3-ից 6 ամիս։ Հիմա էլի դուրս են եկել արդեն իրար կենա զբաղման, հասկանում եք։ Ամեն դեպքում ես կարդամ Բայրամովի գրառումը, որի իմիջում նույնպես դրել են։ 23 թվականին Ղարաբաղում գտնվող Ռուսաստանի խաղաղապահ հրամանատարությունը տեղեկացվել է սպասվող գործողության մասին դրա մեկնարկից 10-15 րոպե առաջ։ Իհարկե 10-15 րոպեն մոտիլով կեն, հա, որովհետև մենք շատ լավ տեսնում ենք նրանց ղեկավար անձնակազմը ոնց է
շտաբի պատասխանատու Ադրբեջանի կողմից, պատասխանատուների կողմից հետ միասին շոկեբարոնիկներից դուրս գալիս, էլի։ Այնուամենայնիվ, ընդունենք այդպես է։ Այս մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բարամովը հայտարարել է Ադրբեջանի հանրային հեռուստատեսությանը տված արձազրույցում։ Այսինքն սա պաշտոնական հայտարարություն է։ Չեք կարող ասել, դե գիտեք, քանի որ որպեսզի որովհետև։ Սա պաշտոնական հայտարարություն է։ Ու ինչ ասում է պաշտոնական հայտարարության մեջ։ Ըստ նախարարը նշել է, որ խաղաղապահներին տեղեկացվել է վտանգի մասին եւ խորհուրդ է տրվել տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր կամ զորանոցներ։ Նրանք հիմնականում հետևել են հրահանգներին։ Խաղաղապահները պատճառ չունեին դա չանել։ Այսինքն ռուս խաղաղապահները հետևել են ադրբեջանական հրահանգներին էթնիկ զտման ժամանակ։ Խաղաղապահները պատճառ չունեին դա չանելու, քանի որ 3 տարվա ընթացքում նրանց բազմիցս զգուշացրել են հայկական զինված խմբավորումների գործողությունների, տարածքների ականապատման, ամրաշինությունների կառուցման եւ զենքի ու զինամթերքի տեղափոխման մասին։ Այս գործը նաեւ եղել է միջազգային դատարանում։ Խաղաղապահները պնդում են, որ այս հարցերը իրենց լիազորությունների շրջանակներում չեն։ Իրենց մանդատ չի տրվել, ուստի նրանք միայն ընդհանուր դիտարկում են իրականացրել։ Այսինքն խաղաղապահները ըստ իրենց միայն դիտարկում են իրականացրել, խաղաղապահություն չեն արել։ Եվ միջազգային մանդատ էր իրենց պետք։ Միջազգային մանդատը ինչ է կանում։ Տարածաշրջանի փոլիսն է, այդպես լուրջ խաղացողը, այսօրվա դրությամբ էլ էլ Ամերիկայի ձեռ առնում։ Բա ինքնուրույն ինձ բերել է իմիջայլոց շատ շահարկում ես, նաև նայեցի մի հատված Խզմալյանի եւ Խուրշուդյանի բանից, բանավեճից, Խզմալյանը անընդհատ բաներ անում, թե բա սկանդինավյան առաջարկ եղել, որ սկանդինավյան ուժերն էր առնել։ Ուրեմն ձեզ ուղիղ ասեմ, ժողովուրդ ջան։ Այո, եղել է առաջարկ, որ սկանդինավյան խաղաղապահ ուժերն այնտեղ ներդրվել եւ Արցախի ղեկավարության կողմից մերժվել է այդ առաջարկը, ինչի պատճառով։ Ասեմ, լեզվի շփման խնդիր կար առաջանա։ Դե բնական է, որ օտարազգի խաղաղապահները պիտի անգլերեն խոսեն։ Ով անգլերեն խոսի, Բակոն, Արայիկը, ով Շահրամանյանը, նրանք ռուսական ագենտուրայի ներկայացուցիչներն են եղել, ռուսերենն է իրաց մայրենի լեզուն եղել, անգամ Արցախի անկախության հռչակագիրը առաջի անգամ ռուսերենով են կարդացել։ Սրանք երկու ոտները դրել են մի կոշիկ, չէ թող ռուս խաղաղապահները լինեն, որ լեզվի խնդիր չլինի, կարողանանք ուղիղ շփվել եւ այլն, չգիտեմ ինչ։ Սա է եղել հարցը։ Թե չէ Փաշինյանին իմ կարծիքով եղել այդ առաջարկները, այո, մարդը հարցել է, խաղաղապահը գալիս ոնց եք պատկերացնում, ասել են չէ ռուսական։ Հիմա ռուսները եկել կապիկություն, մեմունություն էին անում, թե բա գիտեք ինչ, մեզ բանա, միջազգային մանդատը, միջազգային մանդատն ինչ ես անում։ Եթե դու չես կարող, բայց վերջերս նստել եք դեպուտատներով, ձեր դեպուտանկիկով, փորձում եք ներկայացնել, թե իբր բանա, այս ցորենը բանը ճանապարհի բացում է, թե ռուսներն են անում, ամերիկացին չի անում։ Հələ ռուսս քեզ հարցը չի կարացել, բայց ռուսը միջազգային մանդատ ունի, որ ճամփայա։ Ասեք ի՞նչ եք խոսում արա դուք։ Եթե կարող էր թող լաչինի միջազգը պահեր։ Որ ճանապարհը ռուս, այ երբ որ չգիտեմ որտեղ հանդիպեցին, այդտեղ Պուտինը մտ Ալիևին ասել է, Ալիևն էլ ասել է, հարց չկա, լավ, իմ մոտով ճամփեն կբացեմ, ծովենը կգա այսօր։ Սենց աննասունություն են փորձում տալկատ անել, ներողություն ես արտադրում ժողովրդի վրա։ Այդքան բանը կարողանում էր թող իր ուղիղ պատասխանատվության գոտում գտնել, լաչինի միջազգը պահել։ Ընդհակառակ ենթարկվել են ադրբեջանցիների հրահանգներին։ Իմիջայլոց ես ոնց նայում եմ, հենց սրան հակադարձում չկա Ռուսաստանից։ Նյութը առավոտվանից գցած է։ Առավոտվանից գցած է, մինչև հիմա հələ չեն բան արել ընդդեղից։ Շարունակեմ։ Ասել է Բայրամովը եւ ընդգծել, որ հայերի կամավոր դուրս գալուց հետո առաջացել է այնտեղ խաղաղապահների ներկայության նպատակահարմարության հարցը։ Ըստ արտգործնախարարի ելևս չի բաժել խաղաղապահների ներկայությունը։ Խաղաղապահը եկել էր, որպեսզի արցախցիների անվտանգությունը եւ իրավունքները իրականացներ եւ լաչինի միջանցնել բաց պահեր։ Ռուսը չի արել։ Ենթարկվել է ադրբեջանցիների հրահանգներին։ Այնտեղից ասել են, հեսա մի 15 րոպեից հարցակվում են, մտեք մի տեղ փախվեք, ասել են, օքեյ, գնացել մտել փախվել են։ Իսկ Զախարովան ասել են, մենք դեռ մի 6 հոգի զոհ ունեցանք, քաջաբար փորձեցինք այդ հարցը լուծել, չլուծեցինք։ Բազմին ենթարկվել է, աղջիկ ջան։ Այդ կողմնորոշեք ձեր մեջ, գցեք բռնեք հələ։ Եվ այո, արցախցիների էթնիկ զտումը համաչափ ռուս-ադրբեջանական իշխանությունների վզին է այդ հանցագործությունը։ Բայց սրանք փորձում են իրենց տեղական ինդիկատորներով արցախցիների մեջ այնպեսի բաներ սրսկեն, որ մի բան արցախցիներ դուրս են եկել այս փողոցից են փողոց, թե բան, ես իմում պատճառով, Նիկոլի պատճառով, լավ չէ, կայֆ եք դուք։ Ստեղ մարդ կա ինչ որ Սալամեն ուզես լավ գիտի, բայց ուրիշներին հա դուք բնորոշում։ Ինչ է եղել։ Այս պորնիկի ծնունդն, հա, այս պորնիկի ծնունդն, հարց չկա, հեռացնա։ Վերջացա։ Էլով է, ժողովուրդ ջան, ասեք դրան էլ հրադանեմ։
Համարս ինչ ես անում, ախպերս։ Համարս իմ Facebook-յան էջում կա, այստեղ են մարդկանց հազար անգամ տվել եմ։ Չգիտեմ, կներես, ուշադիր չեմ եղել մեկնաբանություններում, խի ես ուզում, բան, էլ արդեն այնքան եմ ասել, էլ դրա վախտը չի էլ, կներեք էլ եմ իրոք։ Իմ համարը դժվար չի գտնել ամեն դեպքում։ Եթե պապիկ տատիկներն են ինձ գտնում, համարս գտնում, աշխատասենյակս գտնում, հաստատ դուք կգտնեք էլ, եթե շատ ցավոտ տանուք կներեք։ Շարունակենք։ Ստեղծվել էին բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի նրանք լքեն այս տարածքները, նշել է նախարարը։ Բայրամովը հիշեցրել է, որ երրակողմ հայտարարության պայմանների համաձայն մի խոսքով ստեղ արդեն գնացել է։ Եթե կողմերից մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ տեղեկատվություն չտրամադրի առաքելության ոչ նպատակա հարմարության մասին, խաղապարների առաքելությունը պետք է երկարաձգվի ևս 5 տարով։ Այդ ժամկետը լրացել է 25 թվականի մայիսի 10-ին, չնայած ռուս խաղապարները այլևս Ադրբեջանում չէին, զուտ իրավական տեսանկյունից հետագայում հարցերից խուսափելու համար մենք այս տարվա ապրիլի 30-ին պաշտոնական նոտա ուղարկեցինք ռուսական կողմին լիովին նկարագրելով իրավիճակը։ Մենք հայտարարեցինք, որ նրանց մանդատ ամբողջությամբ չեղյալ է հայտարարվել։ Նշել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Ռուսները ասելիք ունեն իրենց շատ սիրելի արցախցիներին եւ հայ ժողովրդին առհասարակ։ Իսկ դաշնակները ասելիք ունեն, բանը, այն Աննա Ինչյաներ, Եսիմինչյաներ, Գրիգորյաներ, Մկրտչյաներ, Եսիմինչյաներ։ Դուրս էր եկել ասում էր, «Վա, ռուսները, ես չի կարա»։ Բարավոտից այրիկոլ ասում եք Ալիև ես, ասես Բայրամով ես, ասես Փաշազադեն են, ասես բեսի չեք տեսել, որ ասել են, էլ հերոստատություն, առանձին ինչ-որ միտեղ չասել, հերոստատություն, պաշտոնական հայտարարություն։ Ինչի՞ չեք տարածում արա, վախում եք, քաքում եք տակները, կարա։ Ասել են խելոք մնացեք, քացով կտանք կսատկի կարա։ Դրա համար եք հելել, ուզում եք այս թեմաները սաղացնեք, դրա համար եք սա երկու բաներով, հանցագործներով գնում իրար առանց հերս տալու, պորնիկի լակոտների մոտ ինտերվյուներ տալու։ Հա? Այդ չեք այդ քաքլաններ։ Հայ ժողովրդի արունը խմած, արունը ծծած, ворթեր, տազրուկներ, այս չեք արել։ Ձեր մեդիա ռեսուրսներով։ Եվ բոլորը շատ լավ գիտեք, որ թե համացանցերում, թե հեռուստատեսային մուլտիպլեքսում եւ այլն, մեդիա ռեսուրսների 90%-ը պատկանում է 90%-ը պատկանում է ձեզ երկուսիդ, որի 60-70%-ը անձամբ Սերժ Սարգսյան։ Իրա միշիկա խառը են պղծերին։ Mən որ քրեական օրենսգիրքը կարդում ես, քեզ թվում է Քոչարյանի կամ Սերժի բանն ես, կենսագրությունն ես կարդում։ Իհարկե քնչականն էլ էշի ականջին քնած ամինչև իմի։ Գնում սալյարկի գործ են գտնում, լավ չի կարա։ Իմիջիայլոց քննիչներից մի երկու հոգի ինձ նամակ են ուղարկել, որոնց հետևից ես գնալու եմ, ու եթե այնտեղ ես բարձեմ այդ ամեն ինչի իսկությունը, վա շատ սկանդալային բան է տեղի ունենալու, ձեզ ասեմ։ Շատ սկանդալային բան։ Հիմա գանք մի հատ համբալուշկայի Սերժի զոմբելոներից պատահականության բերումով պատգամավոր ընտրված, բայց մինչև իր հիմա իր գործառույթը ճիշտ չմբռնած երևույթի մի հանցագործի դստեր եւ մի այլ հանցագործի քաղաքական դստեր գործունե բանը խոսույթին։ Խնդրում եմ լսեք այս տեսանյութը։ Ինչպես եւ կանխատեսում էինք, նիկոլական բանդան իր եւ բացահայտ եւ թաքնված անդամներով հոգեխանգարմունքի մեջ է, ակնհայտ է, որ ամբողջ գիշեր նախագահի հարցազրույցն են դիտել, բայց մենք դրանք չենք շեղվում, ինչպես առավոտյան եք խոստացել, ձեզ էլի մի ուշագրավ հատված եմ ներկայացնում նախագահի երեկվա բացառիկ փոդքասթից։ Իրոք ասում եմ գայթակղություն կար, նրանք անես փոխել, Նիկոլո ճիշտ է դուք սխալվեցիք։ Դուքի մեջ ներառելով ոչ միայն անաշուժակներին, ովքեր հավաքվել էին նրանց, ովքեր պատրաստ էին արյուն թափելու, այլ նաև նրանց, ովքեր ի պաշտոնե պարտավոր էին կաշվից դուրս գալ եւ անդրադարձնել ժողովրդին, չարեցին, ու նաև նրանց, ովքեր այսպես տանը նստած թաքուն սրտի թրթրով սպասում էին, թե երբ ասեր Սարգսյանը հրաժարական տալու։ Բայց դա տևեց շատ կարճ։ Շատ կարճ։ Որովհետեւ այո, ես ինքս ինձ կշտամբեցի, ասեցի, ես ինչ ես անում, ավելի ես ուզում սրել իրավիճակը։ Աննավայը։ Ուրեմն այն խինկալու գլխով տղծի լակոտը ինչ որ խոսում է այն երկու պորնիկի լակոտների մոտ, այդ դնենք դեռ մի կողմ, վերադառնանք այս Քասախի բանին։ Բանին, հենց բանին, շատ ուղղակիորեն ծառայում։ Այստեղ ինչն է ինձ վարկացրել։ Ցույց տամ։ Այս տեսանյութի վերնագիրը, նայեք։ Նո չգիտեմ սենց կերևա, թե չէ, մի րոպե մի քիչ պայեմ կարող է պարզվի։ Լավ, եթե ինձ կվստահեք, ես ընթերցեմ ձեզ համար։ Նիկոլներ եւ Նիկոլին բերածներ, հանգստացեք։
Հիմի սրա մամային որ հանգստացնեմ, այսքան տեղը մի քիչ ներող կլնեք ժողովուրդ ջան։ Կարող է աշկերտ լծած զանգի իր պապային, բայց պապան էլ ասի աղջիկ ջան, գնել է իրավունք ունի քո մամային հանգստացնելու, որովհետեւ դու падգամավոր ես, ունեք Նիկոլին բերածներին, ինչ-որ sense հրահանգներ ես տալիս։ Լսեի եթիմի վաստակ։ Նիկոլին բերել է հայ ժողովուրդը, այդ հայ ժողովրդի մեջ շատ մարդիկ, ովքեր հանդիսանում են սրբություններ, ծնողներ, շատ մարդիկ, ովքեր հանդիսանում են քույրեր կամ եղբայրներ, հորից հետ ու ցեղից հետ լավ տղերքի շնորհի, հորից հետ ու ցեղից հետ լավ տղերքի քույրերի, կանանց, մայրերի ու հայրերի շնորհի։ Հասկացա՞ր, լեգիտիմության վրա կասկած ունես այդ պորնո, կասկած ունես, գործողությունները չենք տեսել, այդ թութք։ Ես ինչ ձև արա, Նիկոլին բերածներ հանգստը, Նիկոլին բերածները որքան ձերոնց հանգստացնելու արա, սաղ կյակներդ միջև, չգիտեմ, հուր, հավիցակ, կայվիտ մերած կլնեք արա, վատես դու գոքորիկ արա, համբալներ, բերանները ձեզ պայ, պատգամավորս կես չապավոր պայ, կացով կտանք ուռոտ, դենց կտրվես ազգային ժողովի շենքից, որ տակի հազարատ բատուտ դնենք և կյանքը չեմ պրգի, համբալի վաստակ, ես ինչ ձև ես արտահետում, այդ չուխաններ արա, ես ով է ձեզ դաստիրակել արա, ես ինչ պորնիկա ձեզ դաստիրակող է եղել արա, ես ով եք դուք այդ պաղցեր արա, հիվանդ եք դուք արա, չապերները ճանաչեք թաթալոշեն կուշներըտ կետած լարդի վաստակներ իսկականից, ու համ քեզ եմ ասում, հակոնման մտածող մնացած լուբոյ բոսի վաստակի, հասկացակ արա, ուներ չի կնգավրա եմ հմի խոսում, ես նմատան տիպ արտահայտություններ արել են, էլ գեղամ մանուկյանա տիպերը, էլ դրած նման մյուս պորնո լակոտները, այնքան են արել, Բելեկայնել են գալիս եք բրեն գակ չեք գալի, արա երեխեք ջայմներ ինստիտուտի դեմը կայնած, եթե դուք ճիշտ դուք ես են, ես չեք արայ բայց թուլ եք իսկականից արա։ Ովքեր Նիկոլին են ընտրել, ովքեր ընտրելու են նրանք թուրքեր են նրանք, ես չէ, այդ բոզի լակոտներ իսկականից արա։ Դուք եսքան բավ, ձեզ ցեղից մեկը, օրինակ մեկը ինձնից, լսել եք որ ասեմ, ով Քոչարյանին ընտրել, բոզի տղայա։ Լսել եք դες արտահայտություն արա։ Կամ լսել եք որ ասեմ, ով Սերժին ընտրել, ղախպի լակոտա։ Ասել եմ դες բան լսել եք, ընդհակառակ արա, 100 անգամ ասել եմ, իմ հետևորդներին հազարական խտրել եմ, ասել եմ, ընտրող մարդը իր կարծիքն արտահայտում սահմանադրությամբ սահմանված կարգով, չի կարելի հանգարց դες բան չանեք արա։ Ասելիք ունեք, դրանց ասեք, ախպեր ջան, ընտրողներին ո՞ց կարակ ասեք արա։ Դառնավ ասել, անբարոյականից ծանոթ պիտի լինի մարդը, որ դες բաների գնա։ Մարդուն իր կարծիքի համար քրֆելու համար կամ վիրավորելու համար։ Բայց փչի լակոտներից ձև եք տվել ձեզ արա։ Չապերները ճանաչեք համբալներ, կակակ այդ բասկատորները ազգային ժողովում, լեգին կողենք որներըտ կետակ արա։ Հասկացակ թե չէ արա։ Հիմա գնացեք դրենք կակատ ու լրագրողներին ասեք, գնել է հայ հոյախոս բերան ունի, բայա բանում տեղը տալիս եք ասում արա։ Գնել է այսօր պատարակ է եղել, բայց ինչի բերանը տենց չի բացել։ Բայց թուլ եք արա իսկականից։ Համբալի վաստակներին նայ հլը, նիկտել բերյորներ հանգստան, մամմատ թող հանգստանա պորնիկի վաստակ իսկականից։ Կետակ մորը կա հանգստացնես, Նիկոլա ընտրողները թե չկգան կա հանգստացնեն, ով ուզում ընտրում է, ով Հայաստանի Հանրապետությունը, ուրեմն քո համար հատուկ քո նման բոսյակների համար եմ ասում, արա, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար պետություն է, ու Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդը իր ազատ կամքը ընտրությունների բարձ թափանցիկ ընտրությունների միջոցով արտահայտում է, հասկացար այդ բոսյակի վաստակ, արտահայտում են ոչ թե գնում է Պուտինի ծպերը ծծում գալիս այստեղ բերանն է բացում ժողովրդի վրա արա, ոչ թե գալիս ասպանցի Պուտինը դա, Պուտինի մերն է ձեր մերն էլ հետ արա, բջի լակոտներ, հասկացաք դուք արա։ Ստեղ ընտրողը ժողովուրդն է, ոնց ընտրում է իր կյանքին մերն են, շո, ու դու այդ ընտրությունների արդյունքում դարել ես բոլորիս պատգամավորը, բոլորիս սեն, վերջի սեն իշի, ու եթե ես հարցով թանկանամ գամ կոմոր, դու չես էլ կարա ինձ չընդունես, եղավ այն ֆունկցիկներ արա։ Ոնց կարա, սահմանադրությանը դեմ եք արա, չեմ հասկանում, դեմ եք դուք սահմանադրությանը արա, որ ժողովուրդն անդրում, ձեր գրած գծած բանը, հարակվեներում կեղծած զորով սաղծած սահմանադրությանն էլ եք դեմ արա, այդ բջի լակոտներ արա։ Որ ունեք վիզ դրեք կրեք, չեն եք սիկտիր եղեք։ Ու լուբը քարակական գործիչ դոստա հականջին ով անի նավի գարա, զորով արա բերաններս են բացում արա։ Հազար մարդանայմ խնդրում ենք ուրիշ բաներ չխոսան, ես կոմ ենքով, մեկ չենք ուզում ուրիշ բան խոսան, համբալի վաստակներ հելում ժողովրդին եք վիրավորում արա։ Պորնիկի լակոտներ արա, թապարով սպերմատազոիդ էր, չապարին չորացած խլինքներ արա։ Ոնց կարա դուք, ու վարշ էստեղ կենտրոնական ընտրական հանձնաժողով բան, աշկերը կպեք քնել են արա, ածը, մածը, քնել եք արա, պատգամավորները հելում, օրը մեկը 6 մինուտ ժողովուրդ
բա վիրավորը, այս շարքաչի քնած եք, հանեք սիկտիր արեք արա։ Դե պասում եք գտնեք սիկտիր արեք, հետո բռնեք մեզ դատեք արա։ Իբյոմատներին նայելը։ Գյոթապողլու բջի լակոտներ արա։ Ծակապահովիչի արակից փախած սպերմատազոիդներ եք արա։ Առաջացել եք տես միամիտ, կարեն են մարդաց իրաց ընտրության համար, անուն են դնում, անվանարկում են, չգիտեմ ինչ են անում։ Չապլախներին նա իսկականին։ Ով ուզում կարևորը օրինակ, վաղը ասենք ընտրությունները, ընտրությունների արդյունքում իշխանության գործը լինելու է արդար ընտրություն իրականացնելը։ Всё, ոչ մի վարչական ռեսուրս, ոչ մի լցոնում, ոչ մի տես բջի լակոտություն չի կարա լինի։ Իշխանության գործը լինելու է ընտրություն, մաքուր ընտրություն, լեգիտիմ ընտրություն անցկացնելը։ Եթե ժողովուրդը որոշի ընտրի օրինակ, այն հոպարի բուլկում։ Արա ես կարամ իրան անընդհատ ասեմ հոպարի բուլկի, անգամ եթե վարչապետ լինի։ Հա կարամ ասեմ դու հոպարի բուլկին ես, համով ջան։ Հա կարամ, արա բայց ես չեմ կարող ասեմ, ով իրան ընտրել է, չգիտեմ, ես բանը չեմ կարող ասեմ, արա։ Արա ո՞նց եք դու ձեզ ցույց տալի, ձեր պատգամավոր հալով։ Հələ անուն էլ դնում եք ով է ինստիտուտ ավարտած ով չէ։ Երկու հատ նախադասություն եք գնում, մեջը 6000-ատ բարոյական հակադրումներ եք անում, արա։ Գնացեք ձեր կաթողիկոս կոչեցյալը թող օրհնի ձեզի, դուք եք տակից մանդավուշկի պես կապած կազրուկի պես ապրեք, չեք ուզում արա մեր կյանքից։ Ու վարշեք կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրությունն է հրավիրում ստեղ։ Չգիտեմ այնտեղ ինչ լծակներ ունեք։ Ուշացրեք այդ լծակները։ 5 տարի այնտեղ բանը պատգամավորներ են նստած։ Պատգամավոր հալով է հելում հələ բանը, բայց էլ չխոսեմ փողոցի խուժան բոզի լակոտների մասին։ Այ քեզ բան։ Կորնիկի վաստա, Նիկոլին ես եմ բերել, երեսաբերեմ, երեսաբերեմ։ Մամային մի ասել է, հա։ Բան ունես արալ։ Ուրա ո՞նց ասել։ Տերը դու վարա բաբշե։ Բջի ծնում տերը տովա, որցով կա կողերը, դա խրկի մաման լացածը տող իմանա, ակրկեք իմ բաչե ոնց են դաս ծիրակում։ Ամբալի ծնունդներ։ Մամմատա Նիկոլը, պորնիկի ծնունդ, Նիկոլի անունը ինձ շատ է կորվա կտրվածքով տալիս, սաղոլ, մեծ Նիկոլ, թուրք էլի, թուրք, ես թուրքեր են բարերը ոնց որ ինձնից լավ գիտեք, Նիկոլի անունն ինձնից շատ է կար, պորնիկի բաստա, գալիս ես դեմս, քո մամային էլ եմ դեղ ասեմ, գալիս ես դեմս, այդ բջի ծնունդ, այն օրը, էլի հերտական եկամ, էլի քույրտին գա, քույրտին բոյումիթի դուզվայզումից քաղբաս, հերտական անգամ, այս է ծասուխը բազել էր քաղբաս, մորս արև արա, միջև գիշերը երկուս էլի չեմ քնեն, հորս արև ժողովուրդ, զանգել եմ գիշերը մեկ անցկես, 1-0-2 ասել եմ, ախպեր հիմի ես կարամ գնամ քնեմ, թե չեմ կարա, խումս տանում է, դավադի տարիք արդեն արա, իրանք խոսում, իրանք վազում միլիցա ինձ ասում դու վազում ես, չնես, այդտեղ հազար ուրիշ հարցեր կա, բայց այն ու ամենայնիվ։ Խոսում ես արա հաշտությունից, խոսում ես արա հարգանք, արա ասում ես ախպեր, ջանդամ ես ինչը ոնց է մտածել, ոչ չի մտածել, ես կփորձեմ ընդունեմ նրան, եթե սկզբից մի հատ մեկ կջոգեք, լյոբոյին ախպեր ջան, լյոբոյին ինչ ա եղել, մարդ ենք։ Որասրանք հելնում են, չէ իրանց արևին դարբիտ են անում, բայց հետո հելնում ես VPN-ով նայում ես, մեկը հարավային Ամերիկայում, հա, մեկը Մեքսիկայի սահմանից սպասում է, մի ձև բոմժերի հետ անցնի բան, մեկը գնացել Եսիմուլտե է լրված, մեկը Մոսկվա բադում, հա։ Արա ես չհասկացանք։ Դες երկիր սիրողներով եք, լուրջ եք խոսում արա։ Այդ ձեր նման փախնողները, այ երբ որ թուրք խփելու կարիք կար, հելա փախան, ֆորմով եկել են այստեղ, այս օրը գիշերը, այսօր նոյեմբերի 9-ն է, չէ՞։ Այսօր նոյեմբերի 9-ն է, չէ՞։ Այս օրը գիշերը, մի ժամ տարբերությամբ, հելել են փողոց ֆորմեկով, չգիտես ոնց էին հասել դիրքերից Երևան, ոնց էին ասել մարդ խաբար չի, հելել փողոց, ես ինչա դիր, բան յանինս մի yaman գիտի կռիվ էին տալիս ընդ է, ունես մի հատ պիրիոդ էին արա, աստեղ էլ բռնին ստորադրին արա ստոպարին, թե չէին այնա բակու էին մտնում արա, անբալն է ձեր կեսից չատը, կողքից ասեք փախել, ձեր զենքերն ենք հավկելով բերել, այն մյուս կեսը թե որ փախել եք, սկիչ եք զգուշացրեք որ փախել եք արա, մեզ եք պաստավ կար, եք տուֆտ եք արա, այսօր սաղը թել է Երևանում թուրք եք մանգալի, թե սաղըլ նիկը, սաղըլ, սալամ ալեյկում, դուրակները, այս չեք արա, ուղերներից մեջ մի հատ բջիջա մնացել են էլ սատկելու վրա է, ռակով հիվանդ է այդ բջիջարը, տիրություն արեք չմերնի, թե չէ լրիվ բան կդառնեք արա, պենոպլաստ, հանբալներին նա եկել են, սատանի մայլ եք հանդրբազ են ուզում խաղան, yaman գիտի իրանք բան են ջոգ է, բա ոնց եղավ, որ ասացին բանը, որ հեսա 300,000 փախստակ,
Արաբոտի ծիրիգում փիղ են ճղում, հելել ասում են բանը, դուք լսեցիք, Արիևն ասել է 300,000 ադրբեջանցի են գալու, բայց դուք ինչու չեք դրա դեմնալու, վայ, հեսա 300,000 թուրք են գալու լսել այստեղ, եւ արաբոտի ծիրիգուստը թուրք եք ման գալիս ուտեք, թող գային կերեք, ձեր պեսները, ձեր պես խոսացողները, ոչ թե պիտի հայլդենացին Նիկոլ, 300,000 թուրք, ես դες բան չի լինելու, ասեմ էդի, բայց այնուամենայնիվ Ոչ թե տես պետք ասեն Ալիև 300,000 չարա, 2 միլիոն կրկին մի հատ ստեղ մոտ բան անենք դու մի հատ տես։ Դա մեկը տես մի հատ ձևակերպում անեի կարա։ Մի կողմից 10 ես 300,000 թուրքի կոդիլու է։ Ինչ կա մյուս կողմից արա։ Էքին դե թուրքան մորթեն փրթեն կդե դու գիտեք էս ինչ ընկա։ Այ ուլեր արա, մանր կճղակավորներ արա։ Ձեզ պայլում է չոբան պետք, մի հատ նորմալ չոբանի շուն է պետք։ Ձեզի քաշի ես սարից, են սարը, են սարից բերիտանի են սարը։ Ու տեցել հանում են արա։ Ձեզի քաշում տանեն գրռալ են իրանց, ձեզի քշելով գրռալ են բերում են սունիքի մաս, գրռալով բերում են Երևան, հետո գրռալով տներով։ Մեկին բուլկիով են խապում բերում, մեկին բանով, կորժիկով են մյուսին մի 20,000 դրամով են մեկնել մի քիչ շուստր էր 50,000 վերցում են 100,000 վերցում են 2-5,000-ով բերում 10 հոգեկի մեջ ախպեր հայրենիք ենք բարգում ախպեր մենք հայերս ախպեր Նորապես արա եթե դու հայր ես օրս արև արի կլնի ես հայ չլնեմ ախպեր Եթե հայ է դա Յորա ախպեր ինձ վազն եք եկարան Կեթակ այս սաղոլ ասողներով կեթակ այս բայրամովի ելույթն էլ կտարացեք այս պորնիկի վաստակի ելույթն էլ կտարացեք այդ գրառմամբ այդ բեռնագրի համար ու սրանից հետո մենք լյուբոյ բջի ծնունդ ով որ ի պաշտոն են պատգամավոր բջի ծնունդ կփորձի վարկա բեկող այնպեսի հայտարարություն անել ընտրող քաղաքացիների մասին որը կազգա քաղաքացին վիրավորան մտնենք տները դուրս չեն գարա բարի այլաբանական իմաստով Անչափահասներին մի կողմ դնելով, հələ նու դոգի մակարդակի չենք էլի։ Այն երկու պորնո աստղները, որ իմնեմնիմի էին անում, բանը, առավոտի ծիրիկուն դոգ էին գովում, բան, Ռուբոն Մխիթարյան, այն որ գնաց Լեննական ավականի դառավ, այն էր դոգ գովում։ Մի խոսքով, հիմեր Սերժներ եկել։ Այն ձեր սրբազանը, որ դոգին, պարոն Ղուկասյան, ես մեղավոր չեմ, որ բանը, պարքևը չեք տեսել ինչի արա։ Որ ես ինչքան դուք հայտղեք եկան, ես ինչ խիստ տենց հայ եկարա։ Հայ եկապ է։ Ես ձեր հիբյոմ տերը ծնդելու բաները Հեսա մյուս ընտրություններին քանի ուժ կմասնակցի ես ասած որ նայում եմ առասնա բայց մյուս ընտրություններին մի 30-40 ուժ մասնակցի թող մասնակցեն ով ուզում է թող մասնակցի գրածված կուսակցությունները թող մասնակցեն ինչ ձևաչափով ուզում են քաղաքական ընտրություններ ախպեր Ընտրողներն էլ աստինաս պատկերացում են գնալու են ընտրեն իհարկե քարոզի ժամանակ ամեն մեկս մեր ասելիք ունենալու են եւ այլն ով կուսի կընտրոնի ողջույնի չի ընդունի բայց ինչպեսին կլինի ժողովրդի որոշումը այդպեսին էլ ձևավորվելու է իշխանությունը ոնց ուզում եք որոշեք բայց այդպես եթե մի բանը իմ սրտով չորոշվի ես կարեմ ելնեմ քրֆեմ մեկին գիշեք դու կարա քեք սենց անում արա Շորջան 1000 ներողություն հունիցս դուրս գալու համար էլի շատ են կեղտոտ քֆուրներից չեմ տվել ասեք որ շատ բան չեմ այն բառերն եմ ասել որոնք որ չգիտեմ մի արդարանում եմ ոնց որ չեմ ուզում իսկապես չեմ ուզում էլի եմ ասում խնդրում եմ արա մի արեք արա որ անում եք չենք կարա սուս մնանք ժամանակ առ ժամանակ ստիպված եք հակադարձելուց էլ պիտի հակադարձենք ձեզ ծանոթ լեզվով արա մի արեք արա օրնիկի վաստակ Քոչարյան արա մի արեք արա վեր ընկեք տեղները տարա Գնացեք ձեր կակադուներին, դրանք սա կակադու են, Static News-ի, բան, չընթռլոները իմ համար կակադուներն են, կակադուների սաստավն է, սենց գալիս են, էլոս, սենց գալիս են, ես ինչ այսպես կրկնելով, սենց գալիս են ախպեր, կակադուներն են ախպեր, տանգարոս տուտակներ են, գալիս են ախպեր, ժխշվելով, ասեք թող մի հատ է գրեն, բան, գնելը, հայհոյա խոս, գնելը, հայհորս սարել, գիտի ժամանակներ գնելը պոեզիա էր գրում, բաներ անում, ձեր ձեռը ինչ թառան կարա Ամնավատներա, որ ես իմ հլեին չեն դարնալու են կախր։ Լավ եք ժողորջան, 1000 ներողություն եմ խնդրում ձեզանից, 1 միլիոնատ ներողություն եմ խնդրում։ Լավ կլինի, ամեն ինչ շատ լավ է լինելու, ես չմտածեք։ Այն պղծերից էլ, այդ կաստայից ազատ, այս ամեն ինչը, անգամ իմ ես հոգե խանգարմունքը ես պահի, այո, սա հոգե խանգարմունքը նաև ես պահի։ Այս ամեն ինչը գալիս է հենց եկեղեցի գործունեության պակասից։ Մեր սաղի մեջ է եսի նստած։ Մեր սաղի մեջ։
ու կտրիչի արած ամենամեծ վատությունը հենց այդ է, ինչքան քաղաքացիներ էլ եկեղեցի չեն գնում մենակ այդ այս բաներ իմանալով, թեկուզ ենթագիտակցով։ Չեն, ասեմ, դժվար է, բայց քայլեր անում ենք։ Ի տարբերություն սրանց, մենք քայլեր անում ենք։ Որովհետև մենք դրա պակասը զգում ենք։ Հելել Աստծուն խաբել են։ Հա, մի հատ կապիկը կա Վահանա վանքից, բանի, Ղափանի։ Ղափանից մի 7 կիլոմետր են կողմ, Վահանա վանքը կա, շատ սիրուն տեղ է։ Մի հատ այնտեղ կապիկ կա, իրան քահանա բանարած։ Այ, բայց դրան երևի վաղը անդրադառնամ։ Այս ապուշը գրառումներ է անում։ Մտնում եմ տակը մեկնաբանություն եմ գրում, սկրինել եմ անում, դե տենց անասունից զաքերի հետ սովոր եմ արդեն, էլի։ Սկրին եմ անում, որտեղ գիտեմ ջնջելու եմ։ Մեկ էլ այմեմ ջնջեց։ Մտնում եմ, քեզ ջնջում, այ յոջա էլի եմ բան գրում, էլի է ջնջում։ Արա դնում եմ իր ջնջածները սկրինով էլի տեղադրում եմ։ Արա մի հատ չի գվում։ Ես չէ կարա։ Դուք թաքցնում եք, դուք փորձում եք թաքցնել ձեր պղծությունները։ Արա գիտեք ոնց էլի եմ կարգում, այսօր մեծ արմատ մեդիա կար, դրանց չեմ սիրում, բայց այսօր եկան յան իրանց արևին բան ասել։ Նայեք, ես կարամ ներեմ, երբ որ ինձ եք խափում։ Երբ որ կտրիճը ինձ է խափում, ես ինչ որտեղ, եթե լավ ներողություն խնդրի, նատուրի կներեմ։ Բայց արա նա Աստծուն է շարունակում խափել։ Խափել ու շարունակում խափել Աստծուն, արա հասկանում եք դուք։ Հասկանում եք, եթե ինքը շարունակում է մնալ կաթողիկոս, երբ որպես հավատացյալոտ ինչի կարամ վերածվեմ։ Եվ մեր երեխեքը ինչի կարան վերածվեն։ Սա վայրենու երկիր կարա դառնա արա։ Այսպեսի անվտանգային հարց է։ Արա մեզ խափ, արա ինչի մարեք Աստծուն խափում արա։ Այդ սրբա պիղծներ արա։ Ու փորձում եք դուրս կա քաղաքական բաների գտնում գծում, էսի չոքել էր այսօր պատարագինենի չէ չոքել, էսի սրա դեմներ չոքել, այդ պիղծեր Աստծու դեմներ չոքել։ Դուք որ չոքում եք, ում դեմ եք չոքում արա։ Այսպես փորձում են իրաց հավատացյալների ուղեղը լցնել, ու կան մարդիկ որ ուտում են այդ կուտը։ Ոսում խավը ուտարա։ Լավ, սենց այլանդակներից, դեգեներատներից, բա որ չազատվես, բա ինչ ա լինելու։ Սրանք մեր հավատքի հարցը լուծողներն են դուք ստեղ նայ կարա ցնդելու բան արա։ Առած էր բախտից, սիկտիր եկել նելու սաղը։ Լավ եք ժողովուրդ ջան, վաղը կհանդիպենք, վաղը կխոսանք։ Վաղվա ֆրինյոզի հաղորդումս ծերից ծեր էս խինկալուն անում նիրված լինելու։ Այս բջի լակոտ Սերժ Սարգսյանին, ծերից ծեր իր այս խայտարակ հայտարարությունների, որը որ իր պիղծ լինելու ինքնախոստովանականն էր։ Ես ես արդեն երկրորդ օրնա չեմ հանգստանում։ Սենց անընդհատ իշխան մտածում եմ ավելի մոտս խփում, հա խփում մոտս։ Սա ղիլա երկրի ղեկավար ես սրա ես եմ մեղավոր։ Ես դուք սաղս մեղավոր եք դրան։ Լուրջ եմ ասում, պապա յար։ Օրնիկի թուլեկը։ Լավ է, կներեք, հազար ներողություն ժողովուրդ ջան, բարի գիշեր ձեզ։